Եթերում ազատ լուրերի ամանորյա տոնական ամփոփիչ թողարկումն է, ձեզ հետ ինչպես միշտ մենք ենք Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Դե ինչ ահա եւս մեկ տարի միասին ճամփորդեցինք աշխարհով ու Հայաստանով ու հենց ձեզ համար մի ամբողջ տարի մեր ստեղծագործական թիմն աշխատեց օր ու գիշեր, որպեսզի հենց դուք մեր սիրելի հեռուստադիտող իրազեկ եւ տեղեկացված լինեք եւ աշխարհում կատարվող եւ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններից։ Միասին ունեցանք եւ հաղթական լուրեր եւ հիասթափեցնող տեղեկատվություն։ Միասին հաղթարեցինք եւս մեկ դժվար ու պատասխանատու տարի ու հենց ձեր բարձրացրած հարցերին փորձեցինք տալ լուծումներ, որքան որ կարողացանք։ Որպես կանոն լուրերը միշտ չէ, որ լինում են բարի կամ ասենք դրական տեղեկատվությամբ համեմված։ Նույնիսկ շատ հաճախ մենք կարդում եւ իրազեկում ենք պատերազմների մասին, աշխարհում տեղի ունեցող արհավիրքների մասին, բնության աղետների մասին ու ելի շատ դժվարամարս ու բարդ տեղեկատվություն ենք ներկայացնում։ Բայց այսօր այս տոնական օրը մենք անելու ենք ճիշտ հակառակը։ Խոսելու ենք միայն դրական ու լուսավոր իրադարձությունների ու դեպքերի մասին։ Մարդկանց մասին, որոնք ամենօրյա աշխատանքով են դառնում շատերիս համար օրինակ ու մեզ բաժին հասած դժվար աշխարհակարգում շարունակում են ստեղծել, արարել ու երջանկացնել շատերին։ Նրանք մարդիկ են, ովքեր ապրում են մեր կողքին, նրանք մարդիկ են, ովքեր ապացուցել են, որ ամենադժվար պահերին էլ կյանքը գեղեցիկ եւ սքանչելի։ Եվ մենք որոշել ենք այսօրվա մեր տոնական թողարկման անդրադառնանք հենց այդ մարդկանց, ովքեր եկել են մեր տաղավար, որպեսզի պատմեն ու ներկայացնեն իրենց օրինակը, իրենց ստեղծածը, իրենց անցած բարդ ուղին, իրենց ստեղծած բարիքներից խոսեն եւ օրինակ լինեն շատերիս համար։ Այսօրվա մեր թողարկումը նվիրում ենք հենց այդ մարդկանց։ Նրանք եկել են մեր տաղավար պատմելու ամեն մեկն իր պատմությունն ու իր կերտած ուղին, պատմելու իր դժվարության ու հաղթահարված մարտահրավերների մասին, որն էլ կարծում եմ շատերիս համար կլինի օրինակ ու նաև մարտահրավեր, որ մենք նույնպես երբեք չթուլանանք ու անտրտունջ առաջ շարժվենք ամեն մեկս մեր տեղում ու մեր խղճի մոտ։ Դե ինչ կարծում եմ ժամանակն է ներկայացնելու մեր առաջին հյուրին։ Նա գեղեցիկ սեռի ամենավառ ներկայացուցիչներից է, ով լինելով փխրուն, բայց իր ուսերին է կրում բարդ ու դժվար աշխատանք։ Նա ներկայացնում է օրենսդիր մարմինը եւ օրենսդրի բարդ ու պատասխանատու աշխատանքը։ Նա հենց իր օրինակով է շատերին ապացուցել, որ падգամավոր լինելը միայն տղամարդու գործը չէ, այլ կինն էլ կարող է լինել պաշտոնյա եւ շարունակել մնալ գեղեցիկ ու փխրուն էակ։ Եվ այժմ մեր տաղավարում ներկայացնում եմ մեր շատ սպասված հյուրին Ազգային ժողովի падգամավոր Հասմիկ Հակոբյանին։ Բարի երեկո, Տիկին Հակոբյան։ Բարի երեկո, Տիկին։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տիկին Հակոբյան, ես գիտեմ, որ այս տոնական օրերին բավականին բարդ է ժամանակ գտնել եւ գալ այստեղ մեզ մոտ, որի համար շատ շնորհակալ ենք, բայց ամենասկզբից սկսենք, ինչպիսին էր 2025-ը օրենսդիր մարմնում։ Ազգային ժողովում ինչեր տեղի ունեցան, ինչեր տեղի չունեցան, մի փոքր ամփոփենք եւ անցնենք առաջ։ Ինչպիսին էր այն Հասմիկ Հակոբյանի համար եւ առհասարակ օրենսդիր մարմնում։ Դե բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, վավերացրած փաստաթղթեր, խորհրդարանական դիվանագիտության հրաշալի օրինակներ, բայց կարծում եմ հատկապես այսօր, երբ ամփոփվում է ամբողջ տարին, մեզ լսող մեր հայրենակիցներին հետաքրքիր չէ, թե քանի օրենք են ընդունվել հատուկ կամ ենթադրենք քանի կիլոմետր ասֆալտ ճանապարհ է արվել, քանի դպրոց է շահագործման հանձնվել եւ այլն։ Բոլորին շատ ավելի հետաքրքիր է մեր անվտանգային միջավայրը եւ դրա համար արված աշխատանքները, ինչի հետ կապված եթե առանձին հարց չունեք, ես սիրով կներկայացնեմ։ Սիրով։ Տեսեք, առհասարակ ամանորը ինչի մասին է, չէ՞, բոլորս էլ այդ ամանորյա հրաշքին հավատալով միշտ ցանկություն ենք պահում կամ շնորհակալ ենք լինում անցնող տարվան եւ իմ գիտակից կյանքի ընթացքում գոնե այս տարի միակ տարին է, երբ ոչ թե ցանկանում եմ, որ գալիք տարին լինի բերի անվտանգություն, այլ ցանկանում եմ, որ ունեցած անվտանգությունը հարատև լինի եւ ավելի արմատավորվի։ Սրանով տարբերվում է նախորդ մի քանի տասնամյակի մեր անցնող տարիները։ Իսկ դա հենց այնպես չէ, հա։ Դրա տակ կա բազմաթիվ արված աշխատանքներ, հատկապես անցնող տարվա աշխատանքները, իհարկե դրան նախորդող տարիներին եւս հիմք է դրվել այսօրվա ունեցած անվտանգություն ունենալու համար, բայց նախորդ տարի գիտեք, որ հատկապես հա օգոստոսի 8-ը այն կուլմինացիոն կետն էր, երբ Վաշինգտոնում տարբեր համաձայնագրեր ստորագրվեց
այդ թվում նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը եւ նաև ձեռք բերվեցին այն գրավոր համաձայնությունները, որը մեզ հնարավորություն է տալու այդ հարատև խաղաղության հիմքը գցել։ Խոսքս ապաշրջափակման մասին է եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ ճանապարհների, հա, ենթակառուցվածքների բացման մասին է։ Բնականաբար սա ոչ միայն տնտեսական առավելություններ է տալու Հայաստանին, հսկայական առավելություններ, այլ Հայաստանին դարձնելու է գործոն եւ նաեւ շատ կարեւոր անվտանգություն է ապահովելու հատկապես այն նախորդող տարիներին ամենաթիրախավորված Սյունիքի մարզում, Մեղրիի համայնքում, այն դառնալու է մեծ հաշվով հենց այն խաղաղության խաչմերուկը, որի մասին մենք նախորդող տարիներին խոսում ենք եւ որի հետ կապված շատ մարդիկ ունեին շատ հարցականներ, եթե չասեմ ընդդիմախոսությամբ էին հանդես գալիս։ Տիկին Հակոբյան, ունեք շատ կարևոր նախաձեռնություններ ու կխնդրեմ մեկ կարևոր նախաձեռնություն նշել, որը 2025-ին այդպես էլ կյանքի չի կոչվել ու պատրաստվում եք անպայմանորեն, երբ սկսվի 2026-ը, հենց առաջնահերթությունը տալ այդ նախաձեռնությանը։ Ես առասարակ, երբ որ մտքեր ունենում եմ, անպայման դա փորձում եմ կարճ ժամկետում գոնե, հա, իրագործման համար որոշակի գործողություններ անեն եւ նախորդող տարին հենց այդպեսին էլ եղել է։ Իհարկե հաջորդ տարվա հետ կապված էլ կան բազմաթիվ նախաձեռնություններ, եթե խոսքը հենց օրենսդրական նախաձեռնությունների մասին է, սակայն դրանց մասին կարծում եմ այսօր չարժի ծանրաբեռնել մեր հասարակությունը, հատկապես որ ես այդպես ակտիվ շփվում եմ նաեւ սոցցանցերում տարբեր մտքերի մասին, որոնք պետք է դառնան նախաձեռնություններ, ինչպես օրինակ այդ մեքենաների ուժեղացուցիչների հետ կապված նախաձեռնություններ, բժիշկների եւ օժանդակող անձնակազմի հետ կապված վատ վերաբերմունքի վերաբերող նախագիծներ, որոնք արդեն կյանքի են կոչվել եւ ընդունվել են, արդեն կյանքի են կոչվել, ես բոլոր նախաձեռնությունների մասին այսպես բարձրաձայնում եմ եւ անցնում ենք դրա իրագործմանը։ Դրա հետ կապված ունեմ որոշակի մտքեր, որոնք ոչ միայն նախաձեռնությունների տեսքով են, այլ տարբեր մեր թիմերին, հա, մեր ավականներին առաջարկություններով հանդես գալու հետ են կապված, որոնց հետ էլի կարճ ժամանակ անց էլի հնարավորություն կունենամ եւ բարձրաձայնելու եւ ձեզ մոտ արդեն ավելի էական դրանց մասին խոսելու։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, այդուհանդերձ ամփոփեցինք, հա, այն ամենակարևոր կետերը, ամենակարևոր շեշտադրումները, բայց քանի որ այսօր տոն է, մի քանի ժամից արդեն 2026-ը դառնում է աշխարհի տիրակալը, անցնենք ավելի տոնական թեմաներին։ Ինչպիսին է ձեր համար ամանորը եւ ինչ գույնով ու ինչ հոտով է այն ասոցացվում, հա, ինչպես է ձեզ համար Հասմիկ Հակոբյանի համար սկսվում ամանորը։ Տոները ինչպես են սկսվում։ 90-ականների երեխաների համար ինչպես որ ես եմ եղել, մանդարինի հոտն է նոր տարվա հոտը եւ բոլորիս տանը իհարկե այդ ամանորյա սեղանի պարունակությունը հիմնականում համընկնում է եւ հենց այդ հոտերն են, տոնական տոնածառն են, հնչող բարեմաղթանքներն են, որ բնորոշում են, այսպես ասած, ամանորը եւ ես բացառություն չեմ ինձ համար եւս, սա է ասոցացվում ամանորի հետ։ Իսկ ինչ զգացողություններով եք ճանապարհում 2025-ը։ Շատ երախտապարտ զգացողությամբ եմ ճանապարհում անցնող տարին, որովհետև նախորդիվ արդեն հիմնավորեցի, մենք մեր ցանկությունները, որոնք միգուցե ունեցել ենք մտքում կամ բարձրաձայնել ենք նախորդ տարին ենք, երբ որ դիմավորում, դրանք ավելին քան սպասում էինք իրագործված են, դրա համար շնորհակալ ենք անցնող տարուն եւ մեծ հույսեր ունենք նաեւ հաջորդ տարվա հետ կապված եւ վստահ եմ, որ մենք հաջորդ տարի եւս հանդիպելու ենք ու նույն զգացողությամբ ճանապարհելու ենք հաջորդ տարին, որովհետեւ դա միայն ցանկություններ չեն, այլ դրանց տակ աշխատանք է։ Իհարկե հաջողությանը եւս պետք է ապավինել, դրան էլ ապավինելով իհարկե հուսանք հաջորդ տարին մեր հանդեպ նույն կերպ շռայլ կգտնվի, ոնց որ անցնողը։ Տիկին Հակոբյան, կան ավանդույթներ, որոնց անպայմանորեն հետևում եք։ Միանշանակ, դա ծնողներին շնորհավորելն է, եթե ամանորի հետ միայն բոլոր հարցերը ամանորի հետ են կապված։ Այո, դե իհարկե տոնածառը զարդարելիս ընտանիքի անդամները ամեն մեկն իր խաղալիքն է ունենում, նվերներ գնել։ Ձեր գործառույթը բուն որն է։
ես չեմ փայլում որպես տնային տնտեսուհի այդ տնտեսները որտեղ իրականում մեծ հաշվով ժամանակ էլ չեմ ունենում բայց իհարկե փորձում եմ ամեն ինչին մասնակից լինեմ հատուկ ինչ որ չունեմ այսպես պարտավորություն որը միայն ինձ վրա է ապավինում եմ ծնողներիս օգնությանը Ինչ որ բան պատրաստում եք հենց հատուկ դուք ձեր հյուրերի ձեր անդամների համար հատուկ իմ ձեռքով որևէ պատրաստած բան չեն կարող իմ հյուրերը հատուկ ճաշակել ամեն ինչում մասնակցություն ունենում եմ դե իհարկե սեղանի պատրաստման եւ այլն Այո, անի, խնդրեմ։ Ես ուզում եմ հասկանալ ձեզ որպես Հասմիկ Հակոբյան ինչպիսի դասեր տվեց անցնող տարին, ոչ թե որպես падգամավոր, այլ ուղղակի որպես Հասմիկ Հակոբյան։ Հայաստանի քաղաքացի։ Նոր բան չեմ կարող բացահայտել, այսպես կարող ենք մի քիչ երկար խոսենք, գտնեմ ինչ-որ մի բան, որը դաս է մեծ հաշվով, բայց միանշանակ է, որ աշխատասիրությունը եւ ձգտումը, որի տակ աշխատանք է, չի կարող անարձագանք մնալ եւ կարեւոր է հավատալ ուժերիդ անել ամեն ինչ հասնելու համար նպատակներիդ, որովհետեւ դրանք ուղղակի երազանքներ չմնան, սա շատ կարևոր է եւ սա նախորդ տարին չէ որ ինձ սա այսպես դաս է եղել, ես ամբողջ կյանքում եւի առաջնորդվել եմ դրանով եւ միշտ ավելի երիտասարդների հետ ինձ տարիքով երիտասարդների հետ շփվելիս միշտ ես խորհուրդ տալիս եմ շատ կարևոր է հավատալ ոչ թե ամանորյա հրաշքին, այլ այն նպատակներին, որը քո առաջ ունես ու աշխատասիրությամբ գնաս դեպի դրանք ու անհնար է որ դրանք չկատարվեն, եթե նպատակները բարի են։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, ունեք էքսկլյուզիվ այժմ հնարավորություն 3 բան անելու՝ շնորհակալություն հայտնելու, ներողություն խնդրելու եւ սեր խոստովանելու։ Այս պահին որոշակի ժամանակ անց 3-4 ժամ անց 2025-ն անցյալում է։ Կան մարդիկ, որոնց շնորհակալ եք, կան մարդիկ, որոնք ուղղակի այդպես է ստացվել, որ ինչ որ հարցով համաձայնության չեք եկել եւ առիթ կա ասելու ներողություն եւ մարդ կամ մարդիկ, որոնց պետք է ասել սիրում եմ, խնդրեմ։ Անհնար է պատկերացնել, որ ինչ որ մեկին որևէ մեկին չես նեղացրել, որպեսզի չասես ներողություն, որևէ մեկը չկա ում չես ասել սիրում եմ, բայց սա առիթ է ասելու։ Ուզում եմ ասել, որ ամբողջ տարին է պետք օգտագործել, չվարանել եւ չհամաչել ասել ներողություն բաց թողումների կամ սխալների համար, մարդկային է սխալներ գործելը, կարևոր է տեղում ընդունել եւ չսպասել հատուկ առիթի, որպեսզի ասել ներողություն միշտ ասել սիրում եմ, որովհետև առանց էլ լինում են դեպքեր, երբ որ հնարավոր է որ այլևս դրա հնարավորությունը չունենաս, միշտ պետք է տեղում կարճ ժամանակում հարցերը լուծել, ոչ միայն աշխատանքի նախաձեռնությունների տեսքով, այլև զգացմունքներն արտահայտելու, եւ ես ճիշտ է շատ շռայլ չեմ սեր խոստովանելիս, բայց աշխարհում սերը պակասում է, պետք է շռայլել։ Իմ բոլոր սիրելի մարդիկ հաստատ ամեն օր են զգում, որ իրենք սիրված են, ամեն օր են զգում, որ իրենք գնահատված են, ոչ միայն խոսքերով, այլև արարքներով, եւ սա շատ կարեւոր է։ Հատուկ առիթ չեմ ման գալիս, բայց ում սիրում եմ նորից, ասում եմ, որ ձեզ սիրում եմ, ում նեղացրել եմ, միգուցե չեմ զգացել եւ չեմ ասել, ներողություն եմ խնդրում եւ շնորհակալություն ոչ միայն անցնող տարուն, այլև բոլոր մարդկանց, որոնք ներդրում են ունեցել պետական ամենացածր պաշտոն զբաղեցնողից, չգիտեմ, ամեն օր գիշերը մեկ-մեկ շատ ուշ որ գնում եմ տուն, տեսնում եմ փողոցը մաքրում են մարդիկ, այնքան շնորհակալ եմ այդ մարդկանց, բոլորի արած գործը, դա մի կաթիլ է, որը հավաքվելով դառնում է մեծ գործ եւ բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որոնք ամրապնդում են մեր պետականությունը եւ կառուցում են ավելի դիմակայուն պետություն։ Ես չեմ կարող այս հարցը չտալ, որովհետև այս հարցը շատ կարևոր է հատկապես ձեր դեպքում։ Ստացվում է իրավիճակ, երբ հանդիպում եք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Ինչ կասեք նրանց։ Երկուսին ուղիղ հանդիպելու հնարավորություն չեմ ունեցել, բայց իմ բոլոր գործընկերների հետ, լինի Միացյալ Նահանգներից, լինի տարբեր հարևան երկրներից, թե Ռուսաստանի Դաշնությունից, հնարավորություն ունենում եմ ասելու այն ինչ կարծում եմ որ պետք է ասել, հիմա նորից առիթ չեմ փնտրում, բոլորը մեր գործընկերներն են, բոլոր պետությունները կարևոր են եւ մեր գործընկերներն են, բոլոր պետությունները հետ պետք է գտնել համընկնող շահեր եւ աշխատել այդ ուղղությամբ եւ չկա բացառություն երկիր, բոլոր երկրները կարևոր են եւ այս առումով նաև դուք որպես նախորդ տարվա ձեռքբերում կարող եք նաև տեսնել, թե որքան պետությունների հետ Չինաստանից մինչև Միացյալ Նահանգներ, Պակիստանից մինչև Գերմանիա, ինչպես են զարգացել հարաբերությունները, փաստաթղթավորված նաև։ Ձեր ամանորյա մաղթանքը մեր հեռուստադիտողին։ Կարծում եմ, այս ընթացքում մաղթանքների տեսքով նաև տարբերվեց այս հարցազրույցը, բայց նույնն է մաղթանքս, թող հավատան եւ ձգտեն նպատակների իրականացման, վստահ լինեն, որ պետության ղեկին
այս բային գտնվող մարդիկ պահում են պետության շահը եւ յուրաքանչյուր քաղաքացու համար պատասխանատվություն են կրում եւ ուզում եմ նաեւ բոլորին մաղթել բարօրություն բոլորի ընտանիքներին եւ բոլոր նպատակների իրականացում։ Ինչ, շնորհավոր Եկել ենք շնորհավորում եւ լավագույն ենք մաղթում, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Մեր հաջորդ հյուրը եւս անցել է բարդ ու դժվարին ճանապարհ։ Քանզի նա շատ երկար տարիներ աշխատել է մի միջավայրում, որտեղ քչերը կարող են դիմակայել բոլոր նետված մարտահրավերներին։ Սակայն նա կարողացել է ոչ միայն պատվով հաղթահարել, այլ դուրս գալ հաղթած ու դափնիները շալակած։ Նա մարդ է, ով ստեղծում է կինո, ստեղծում է կինոյում նոր խոսք ու նոր ոճ, եւ նա մեր շատ սիրելի գործընկեր Դավիթ Գրիգորյանն է։ Բարի երեկո Դավիթ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, շնորհակալություն, որտեվ այս օրերին բավականին դժվար է, մի քանի ժամից 25 թվական անցյալում է, բայց դու եկել ես մեր տաղավար եւ կարծում եմ կարողամ տաղավարից էլ կարող է եւ գայր այստեղ։ Շնորհակալ եմ դրա համար։ Ես ինչու եմ Դավիթով նշում, որտեվ Դավիթի հետ անցել եմ բավականին երկար ճանապարհ, անի մենք միասին 15 երկար ու ձիգ տարիներ աշխատել ենք մի հեռուստաընկերությունում, որտեղ Դավիթը իմ գլխավոր ռեժիսորն էր եւ բացի դրանից ես պատիվ ունեցա նկարահանվել նրա այս տարվա լավագույն ֆիլմերից մեկում եւ այդ մասին էլ կխոսենք։ Գողություն հայկական ձևով, ինչպես գաղափարը ծնվեց Դավիթ ջան եւ շնորհակալություն հրավերի համար։ Այս մասով խնդրեմ։ Գաղափարը ծնվեց մոտ 2.5 տարի առաջ։ Մտահղացման հեղինակը իմ լավ ընկերն է, Արտեմ Վաղարշյանը։ Մենք սցենարի վրա աշխատեցինք մոտ 2 տարի։ Սցենարիստներն ենք Արտեմ Վաղարշյանը, Նարեկ Մարգարյանը եւ ես։ Ու ստացանք այն պրոդուկտը, ինչը հիմա վայելում է մեր հանդիսատեսը։ Իմ համար շատ կարևոր տարի էր 25 թվականը, որտեվ ես նկարահանեցի իմ առաջին ֆիլմը, լիամետրաժ, եւ միշտ մտածում եմ, որ պետք է իմ առաջին ֆիլմը լինի բոլորից տարբերվող։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Դե դրա գնահատականը Դե տալիս ենք մենք որպես նաև գնահատականի համար, շատ շնորհակալ եմ գնահատականի համար։ Ֆիլմը մինչ օրս դեռ կինոթատրոններում է։ Սիրելի հեռուստադիտող, կարող եք դեռ հնարավորություն ունեք դիտելու այս օրերին, երբ դեռ տանում եք։ Լավագույն ֆիլմերից է։ Դավիթ, մի փոքր պատմիչ, ամենաբարդ նկարման հրապարակում ես ինքս ներկա եղել եմ իհարկե իմ մասով, իմ կտորը երբ նկարում ենք, իդեպ անի բավականին հաճելի էր հայտնվել պրոֆեսիոնալ ֆիլմի հատաղավարում, որտեղ աշխատում են բոլորը եւ դու սպասում ես քո հերթին։ Ամենահիշարժան, ամենակուրիոզ, ամենածիծաղելի, ամենազավեշտալի, ամենաներից պատմենք, քանի որ տոնական օր է եւ մեր հերոստատողին մի փոքր ավելի լիցքաթափենք այս մասը։ Արա ջան, դու պատկերացնես մենք 47 օր նկարանում ենք արել։ Շատ լավ իրարից տարբեր։ Ու իմիջիալոց այն նկարումը, որին դու ես մասնակցել, դա ամենահեշտ նկարահանումներից էր։ Ես ամենահիշարժան հատվածները ամեն դեպքում այնուամենայնիվ անդրադառնում։ Հիշարժան կոնկրետ հումորային թեկուզ։ Եթե մասշտաբային նկարահանման մասին է խոսքը, մենք նկարել ենք ամենամասշտաբային տեսարանը ֆիլմում, երբևէ որ նկարվել է Հայաստանում, որտեղ մասնակցություն են ունեցել 2100 հոգի մարդ։ Ու շատ արագ պետք է այդ նկարահանումները արվեր։ Այդ ստադիոնի տեսարանն է, որտեղ այդ քանակի մարդ եւ նկարահանող խումբը եւ ժամանակի սուղությունը ինքը շատ բարդ նկարահանում էր, բայց մենք լավ նախապատրաստվել էինք այդ նկարահանմանը ու ինքը հենց կինոյում կուլմինացիոն հատված է այդ տեսարանը։ Այդ առումով շատ հիշվող է այդ տեսարանը։ Նաև շատ հիշվող տեսարանն է, երբ որ քրեակատողական հիմնարկ կառուցեցիք ամբողջ մի տաղավարում ու ստացվեց, որ իսկապես Բերդում է նկարումները տեղի ունեցել։ Դա էլ է շատ հիշող։ Շատերի մոտ հարց է առաջանում, թե որտեղ են նկարել, բայց դրանից ավելի մեծ տաղավարել ենք կառուցել։ Կառուցել ենք 7000 քառակուսի մետր մակերեսով տաղավար, որտեղ քաղաք հոլիվուդյան չափորոշիչները պահպանել են։ Քաղաք են կառուցել, այդ կուրիոզ մի բան կարող է մտել։ Այդտեղից խնդրեմ, համեցեք։ Ուրեմն կառուցել ենք մեծ քաղաք, արդեն իսկ ինքը տենց մի ձև բան է հնչում, էլի, քաղաք ենք կառուցել։ Ուրեմն նկարումից մի թե 2 օր առաջ ուրեմն այն սովետական միությունում կար բաներ, այդ սառնարաններ, հիշում եք, այն sense թեք ապակիներով։ Այո, մթերք էր վաճառվում։ Տեսամթերք, կատնամթերք։ Այդ սառնարաններից ենք գտել, պետքա բերենք, տեղադրենք այնտեղ խանութում։ Ուրեմն գալիս է մի հատ բեռնատար ավտո։ Ինքը նախ չգիտի ուր է մտնում։ Ինքը մտնում է, հասկանում որ շուտ քաղաք է մտել։
ու իրան լուրջ դեմքով ասում են, որ պետքա մեքենա շրջադարձ անես այս փողոցից, որ դուրս գալուց հեշտ դուրս գաս, ասում է որտեղ շրջադարձ անեմ, ու այս բանվորներից մեկը ասում է քշի Լենինի հրապարակ, այնտեղ կալցեվով կֆրաս կգաս, ու այս մարդը այդ ավտոն այդ քաղաքում քշում ու նայում է Լենինի արձանը, ինչ որ ասած դեժավյու պատկերացնեք, իսկապես հիշարժան է, լավ, փակագծերը չբացենք թե ինչ տեսարաններ կան ֆիլմում, որպեսզի մեր հեռուստադիտողը գնա եւ անպայմանորեն դիտի ֆիլմը, քանի դեռ կա կինոթատրոններում։ Ես հիմա մտածում եմ, եթե առաջինն է եղել այսպիսի, դուք երկրորդի մասին ինչ մտքեր ունեք։ Բոլորիս շատ հետաքրքիր է երկրորդ ֆիլմի մասին արդեն կան մտքերը, գաղափարները։ Այո, երկրորդը հենց լինելու է ոչ թե ուղղակի երկրորդ ֆիլմ, այլ լինելու է Գողություն հայկական ձևով երկրորդ։ Այո, շարունակությունը։ Շարունակությունը ավելի մասշտաբային ենք Մոդեռն մտածել, տեսքով։ ավելի միջազգային ենք մտածել, որ լինի, ու ինքը այդպես էլ լինելու է։ Արդեն պլանավորած կա երբ է լինելու նկարահանումները, երբ է լինելու պրեմիերան։ Այսինքն 26-ի համար նախատեսել եք դա։ 26-ին մենք չենք հասցնի այդ ամբողջը անել։ Գոնե ինչ որ մի մասը կանենք։ Սկսել ենք արդեն հիմիկվանից աշխատել այդ ուղղությամբ ու սցենարի աշխատանքները արդեն տարվում են, սցենարային աշխատանքները։ 26-ին, օրինակ հունվարի 31-ին մեր մոտ նախատեսված է Միացյալ Նահանգներում պրեմիերան ֆիլմի։ Հիմա արել ենք արդեն ռուսերեն դուբլյաժը, այսինքն կրկնօրինակում ռուսերեն, պրոֆեսիոնալ 23 դերասաններով, բոլորին հայտնի ձայներով ռուսական ֆիլմերի։ Հրաշալի է։ Ու շատ հետաքրքիր է ստացվել, մի նոր գույն է տվել ֆիլմին։ Շուտով ռուսերեն տարբերակովն էլ արդեն կլինի մեր այն մարդկանց համար, ովքեր ռուսերեն ռուսախոս են, իրենք էլ կարող են դիտել ֆիլմը։ Նախատեսվում է նաև անգլերեն եւ հնդկերեն թարգմանություն։ 26 թվականի պլանների մեջ դրանք մտնում են։ Այսինքն Բոլիվուդի հետ ենք սկսում արդեն գործակցել, ստացվում է այդպես։ Դե հիմա մեր ֆիլմում Բոլիվուդից դերասան արդեն կա։ Ես դա շատ լավ գիտեմ։ Հայկական ֆիլմարտադրության մասով կարծում եք, որ հայկական ֆիլմարտադրության մեջ այդ խաղաղությունը, երջանկությունը, ավելի լավը տեսնելու վիճակը, տեսարանները պակասում են։ Այսինքն happy end-ը մեր մոտ չկա մի տեսակ։ Գիտեք, Չեմ ուզում կենտրոնացած ռեժիսորների, հայ ռեժիսորների մասին խոսենք, այլ ընդհանուր ֆիլմարտադրության մասով։ Ես ասեմ հետևյալը։ Ուրեմն մենք ամենայն դեպս փորձել ենք ֆիլմում դա անել։ Երջանիկ ավարտով գոնելի։ Բացի երջանիկ ավարտից, ցույց տանք մեր հայրենիքը լրիվ ուրիշ տեսանկյունից։ Ովքեր ֆիլմը տեսել են, կհաստատեն, թե ինչպես ենք մենք ներկայացրել Հայաստանը եւ անծանոթ մարդը ով տեսնի ֆիլմը Չմտածի, որ Հայաստանը ողբի մասին է։ Իսկ ինքը հակառակը կմտածի, ես ինչ երկիր է, կարելի է գնալ այս երկիր, այսինքն այդ առումով մենք ամեն ինչ ճիշտ քաղաքականություն եք մշակել։ Մենք նույնիսկ գծանշումներն ենք նորից արել, որպեսզի փողոցների գծանշումները թարմ Երևան։ Էլ չեմ ասում այն տաղավարները ու այն տարածքները, որտեղ նկարահանումներ է կատարվել, այն մեքենաները, որոնք նկարել ենք ֆիլմում, մենք հենց այդ նպատակն ենք հետապնդել, որ մեր հայրենիքը ցույց տանք նորովի ու ավելի գեղեցիկ։ Իրականում կինոյի մարդիկ, այսպես կարող եմ ասել, միշտ շատ զբաղված են գիշեր եւ ցերեկ, իրենց կյանքում չկա ու ինձ այնքան հետաքրքիր է, այ դուք ինչպես եք դիմավորում ամանորը։ Ինչու՞ր է տարբերում ձեր ամանորը։ Հույս ունեմ ամանորին կհանգստանամ մի քանի։ Գոնե տանը կլինեմ։ Շատ լավ, Դավիթ, եթե ընտրության հնարավորություն լիներ ու ինչ-որ երազանք լիներ, որ ռեժիսորի հետ, թեկուզ համաշխարհային, թեկուզ մեր ուղղակի երազանք որպես մեր հայտնի ռեժիսորներից, որոնք գուցե հիմա չկան, ում կնշերում հետ կուզեիր աշխատել։ Ճիշտ է, շատ բարդ հարց տվեցիր, Արա ջան։ Համենայն դեպս ես շատ եմ սիրում, իմ նախընտրած ռեժիսորները շատ տարբեր են։ Բայց ես որ հիշում եմ, ես ֆիլմերը ումից եմ սովորել, այսինքն ֆիլմի մոտեցումները ումից եմ սովորել, առաջինը հենց գալիս է Կվենտին Տարանտինոն, շատ լավ, իր մոտեցումը ֆիլմին,
իր գրած դիալոգները, իր ձեռագիրը իր այսպես ասած։ ամբողջ ֆիլմաշարքը որ նայեք, ինքը տարբերվող ֆիլմեր են բոլորը, ու ցանկացածը եթե չիմանա էլ այսով նկարել, ինքը ֆիլմը նայելուց կհասկանա, որ ձեռագիրը շատ կարևոր է։ Ու տենց շատ ռեժիսորներ կան, որոնց ես համակրում եմ, սիրում եմ իրենց աշխատանքները, ուղղակի ես նշեցի այն իմ մանկությունից եկող մանկության մասին խոսեցիք, ձեր ամենասիրած ֆիլմը որն է։ Մինչև հիմա որ սիրով կնայեք։ Այդ էլ է բարդ հարց։ Շատ են։ Այդ էլ է շատ բարդ հարց։ Շատ լավ, եւ ամփոփ հայկական ֆիլմերից մենք ենք մեր սարերը։ Մերիկ Մալյան հրաշալի։ Այդ միանշանակ, որտեղ այնտեղ ամենակարևորը սցենարն է։ Այսինքն սցենարը հավաքել։ Տեքստը։ Դե հենց Մեր դեպքում էլ տեքստն է շատ կարևոր։ Դրա համար շատ կարևոր է։ Ես ֆիլմում առաջին տեղում կարևորում եմ սցենարը։ Ամենակարևոր բանն է։ Դու ոնց էլ նկարես ֆիլմը, ինչ տեխնոլոգիաներ օգտագործես եւ այլն, ամենակարևորը պատմությունն է ֆիլմում։ Դու ինչ տվեցիր քո ֆիլմով։ Մարդիկ այդ տեսարանները տեսնելու մեսեջը, այսինքն սկզբից հա, տենց աչք շոյում է եւ այլն կամ տեսարանների գայթակղությունը, բայց դա անցնում է ընթացքում, որովհետեւ փաթեթավորումից էությունը ֆիլմի ներս։ Ուզում ես հասկանաս ինչով է ավարտվելու ֆիլմը, այսինքն ամենակարևորը ֆիլմի սցենարն է իմ համար, ամեն ինչն է կարևոր ֆիլմում, բայց եթե դու չունենաս գրագետ ու լավ սցենար, լավ պատմություն, երբեք քո ֆիլմը չի աշխատի, որովհետև միայն այդ նկարանները իրականացրած կամ լավ տեսարաններ ստացած տեսարաններով քիչ է դու ֆիլմ չես կարող։ Իրականում մեկը մյուսին կարծում նաև լրացնում է, դուք որպես մասնագետ կփաստեք, որովհետև կարող է լինել շատ լավ սցենար, հրաշալի սցենար, բայց չլինի այնպիսի կազմ հավաքված, ովքեր կկարողանան այն ինչ որ դուք եք գրել, ձեզ մատուցել ձեր մտքով։ Բայց ամեն ինչ, ոնց որ ասում են, հիմքից է գալիս, այո, հիմքը միշտ շատ կարևոր է։ Դե ինչ ձեր ամանորյա շնորհավորանքը մեր հեռուստադիտողին։ Այնպես որ բացառիկ հնարություն ունեք ձեր դերասաններին, ձեր աշխատակազմին, ձեր ընտանիքին, ձեր Հայ սիրելիներին, ժողովրդին։ բոլորին, մեր ժողովրդին ձեր մաղթանքը եղել Դավիթ ջան։ Ես շնորհավորում եմ բոլորի գալիք նոր տարին, ես Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ մեր ազգին առաջ երթի խաղաղություն։ Մարդիկ թող բարով լցվեն 2026-ին միմյանց հանդեպ, որը մի քիչ պակասում է այսօր։ Այո, սերն էլ է պակասում։ Սեր եւ բարիություն ամենակարևորը եւ առողջություն եմ մաղթում բոլորին։ Թող բոլորը ունենան այն հնարավորությունը, որ զբաղվեն իրենց սիրած աշխատանքով։ Հրաշալի։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, իսկ մենք կսպասենք գողություն հայկական ձևով երկրորդին, արդեն երևի 2027-ին։ Շնորհակալ եմ։ Մենք նույնպես շնորհավորում ենք ձեզ, ձեր ընտանիքին։ Լավագույն եք մաղթում, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շարունակում ենք մեր տոնական թողարկումը եւ ժամանակն է ներկայացնելու մեր հաջորդ հյուրին, որը նույնպես իր ամենօրյա աշխատանքով շատերիս է ապացուցել, որ հաջողությունը հենց մենք ենք կերտում առանց բացականչությունների ու առանց բարձրագույն հայտարարությունների։ Պարզապես պետք է աշխատել ու հարարել, մնալով մարդկային բարձր որակներ կրող տեսակ։ Նա նույնպես արվեստի ներկայացուցիչ է, գուցե շատերին հայտնի, շատերին ոչ հայտնի։ Մեր տաղավարում սիրով հյուրընկալել ենք Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի դերասան Սիփան Զադոյանին։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու։ Շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Սիփան, եթե 2025 թվականը լիներ թատերական ժանր, որը կլիներ։ Բազմաժանր կլիներ, ինչպես մեր կյանքն է, ինչպես թատրոնը, ինչպես դերասանի արտիստի առօրյան, ու ինչպես որ ամբողջ տարի անցնում է եւ խաղում ես դրամա եւ կատակերգություն, այսինքն ամբողջի միաձուլումը կլիներ։ Եթե փորձես 2025-ը թատերական աշխարհում ամփոփել, ձեռքբերումների, կորուստների մասով կխոսեմ ձեռքբերումների մասին։ 2025 թվականին ես ունեցել եմ 3 պրեմիերա։ Տարին սկսեցինք ինձ համար շատ սիրելի ներկայացումը, որը իսկապես անկես կլինեմ դերասանի համար, առհասարակ արտիստի համար շատ կարևոր է, երբ սիրում ես դերը ու process-ը, որը անցնում ես։ Փետրվարը եղավ թատերական կյանքի բացումը ինձ համար։ Խաղացինք Ալևի մարդիկ ներկայացումը, որը սիրո, հավատքի, հույսի մասին էր։ Ներկայացումը պատմում էր
Արցախի մի փոքրիկ գյուղի մասին, որտեղ կյանք կար, լույս կար եւ հավատ կար, որ իրենք հավատում են գյուղի ժողովուրդ, որ կյանքը եւ արևը սկսվում է հենց այդ գյուղից։ Հաջորդիվ ներկայացում եղավ ինձ համար պրեմիերա Խաղացինք Մարկես, որը շատ հետաքրքիր գործ էր, ժանրային առումով, դերասանական խաղի առումով, որը փորձություն էր ինձ համար։ Սիրեցի շատ այդ դերը նույնպես, այնուհետև ինձ համար եղավ ներմուծում, որը գլխավոր դերով վստահվեց Ֆիլիպոյի Գողը դրախտում ներկայացման մեջ գլխավոր դերակատարի դերը, շատ սիրեցի այդ դերը, շատ սիրեցի։ Շատ լավ, Սիփան ջան, արտիստի կյանքը հեշտ չէ, բոլորս դա շատ լավ գիտենք, բավականին բարդ է։ Բայց այն արտիստը, որը կոմեդիայի ժանրն է ներկայացնում, կրկնակի պատասխանատու դժվար է, որովհետև շատ հաճախ թվում է թե բավականին հեշտ գործ է, ինչ է որ դուրս են գալիս, հա, կոմեդիայի ժանրից ինչ որ հումորային բան են անում, բայց ամենևին այդպես չէ։ Շատ ավելի բարդ, շատ ավելի պատասխանատու, շատ ավելի ոչ դյուրամարս գործընթաց է դա։ Մի փոքր այդ մասով մեկնաբանեք մեր հեռուստադիտողի համար, որպեսզի հասկանան, որ մարդկանց ծիծաղ պարգևելը բավականին հեշտ գործ չէ։ Խնդրեմ։ Իրապես ճիշտ եք ասում, բայց կուզեմ լինել շատ անկեղծ, չնայած որ տոնական է, եթե բայց ամեն դեպքում անկեղծանում բաներից կլինեն, բայց անկեղծ։ Ժամանակները այնպես են դարձել, որ այսօր կոմեդիան մի փոքր այլ ընկալում ունի հանդիսականի առջև եւ ցավով պիտի նշեմ, որ շատ հաճախ չեմ խոսում մեր թատրոնի մասին, այլ առհասարակ այսօրվա պահանջմունքի մասին, որ սովորաբար ընդառաջ ենք գնում պահանջին, այլ ոչ թե փորձում ենք թելադրել այն, ինչը որ հետո պիտի դառնա պահանջ։ Բայց կլինեմ անկեղծ, իրականում կոմեդիան շատ ավելի բարդ է խաղալու տեսանկյունից։ Սա եւ իմ կարծիքն է եւ իմ գոլեգաների կարծիքն է, որովհետեւ ծիծաղ, ազնիվ ծիծաղ պարգևելը այդքան էլ էշ գործ։ Բարդ գործ է ու ամենա դժվար պահը որն է, որ բացի այն, որ սցենարով գնում է ռեժիսորը հա բեմի վրա իր ցուցումներն է տալիս, բայց ներսից պետքա դու եւ խաղաս եւ իրական լինես, հա, այդ պահը մի փոքր այդ կամուրջը ինչպես է կապվում։ Եվ իրական լինես, բայց երբեմն անկես կլինեմ։ Ես իմ անունից խոսում, երբեմն սայթակում եմ ու չեմ կարողանում անգամ ինձ տիրապետել, երբ որ կոմեդիայի ժամանակ լինում ու շատ հաճախ ես էլ եմ փորձում որպես հանդիսատես կողքից ինձ նայում եմ կամ իմ խաղընկերներն ու երբեմն չեմ կարողանում ինձ տիրապետել բեմում, բայց դա շատ հպանցիկ եմ անում, որ գուցե միայն իմ խաղընկերները կզգան։ Կոմեդիա խաղալը շատ բարդ գիծ ունի, լար ունի, որ եթե մի փոքր սայթարկես, կտանի շատ այլ տիրույթ, մի այլ հարթություն, որտեղ դու պարզապես կսկսես ծիծաղ կորզել, ինչը հեշտ է, իրականում ծիծաղ կորզելը անել մի բան, որը գուցե իրենից կլինի պարզունակ եւ պարզամիտ, բայց որակ չունի այդ դեպքում։ Համակարծիք եմ ձեզ հետ։ Եվ հենց խնդիրը դրանում է կայանում, որ պիտի կարողանաս գտնել այդ երկուսի արանքային հատված, որպեսզի դու սայթակես, այո։ Սիփան, Հայաստանում լեցուն են դահլիճները, թատրոնում ջերմ է, դեպի ընթացքը գնալով ավելի շատանում է, որովհետև վերջին տարիներին անկեղծ կլինեմ, ես 21 թվականին վերադարձա ծառայությունից, դժվար փուլը գուցե մի փոքր կոտրված էր, բայց գնալով հիմա ավելի նորից դահլիճները փորձում են լեփլեցուն դառնալ, ու դա միայն ուրախացնում է։ Բայց մեր հանդիսատեսը շատ պահանջկոտ է որպես կանոն, դեռ շատ վաղ անցյալից եկած նրանք միշտ գալիս են թատրոն, հա, կարծես քննադատներ, վերլուծաբաններ ու հենց այդպես էլ շարունակում են։ Այդ հանդիսատեսի համար էլ է կարծում եմ դժվար, որ գոհացնել նրանց։ 2026-ի հենց այդ հանդիսատեսին մատուցվող ներկայացումների մասին էլ կցանկանամ, որ անդրադարձ կատարենք։ Ինչ նոր ծրագրեր կան, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Նաև կուզեմ մի փոքրիկ մեջբերում անել, որը 2025 թվականին շարունակությունն էր 24 թվականին։ Նաև համագործակցում եմ Իսահակյանի տուն-թանգարանի հետ։ Հրաշալի է։ Ունենք բացօթյա ներկայացում, միայն Սիրոլարը մնաց, որը խաղում ենք միայն ամառան ամիսներին, բացօթյա կերպով Իսահակյանի տուն-թանգարանում, հենց այնտեղ հրաշալի բակ կա։ Հրաշալի, հենց ամբողջ էմոցիան, պատշգամբ կա այնտեղ, որտեղ հրաշալի տեսարան։ Գործում ենք Իսահակյանի սիրո մասին ենք այնտեղ խոսում, որ այդ ամիսներին, ամառան ամիսներին այդ բացօթյա ներկայացումը ինձ շատ լցնում է որպես արտիստ։ Շատ կարևոր է, երբ որ դու դատարկվում ես, քեզ լցնող որևէ բան լինի, օղակ լինի, եւ կարող եմ ասել, որ այդ բացօթյա տարածքը ինձ համար շատ սիրելի է դարձել ու նաեւ կարող եմ ասել հանդիսականի։ Ինչն է 2026-ի սպասվելիքը։ Մի փոքր կարող եմ փակագծերը բացել, որովհետեւ արդեն դա պաշտոնապես հայտարարվել է։ Վերջերս Պարոնյան թատրոնում հանդիպում ունեցանք աշխարհահռչակ ֆրանսիահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ,
ում արվեստը շատ գնահատում եմ, շատ սիրում եմ, դեռ փոքրուց, երբ անգամ գուցե չի էլ պատկերացնում, որ մի օր կարող եմ լինել այս ասպարեզում։ 2026 թվականին նախատեսվում է Սերժ Ավետիքյանի գլխավորությամբ հայ-ֆրանսիական համատեղ բեմադրություն, որը կլինի Պարոնյան թատրոնում։ Հուսով ենք, լույսով լցված ենք։ Շատ լավ բաների մասին ենք խոսում, բայց պրովոկացիան պետքա լինի, որովհետև լուրերի մեկնաբանները չեն կարող առանց դրա։ Ում հետ ես երազում նույն բեմի վրա խաղալ։ Կապ չունի համաշխարհային աստղ է, հայկական աստղ է, ում հետ ես երազում աշխատել որպես ռեժիսոր, բեմադրիչ, սցենարիստ։ Մի քանի անուններ։ Թեկուզ համաշխարհային արենայից։ Համաշխարհային խոսեմ մեր տեղական արենայից ավելի իրատեսական լինեմ, ավելի իրատեսական լինեմ։ Ես իմ տարիքում դեռ երիտասարդ համարում եմ ինձ տակավին։ Այդպես էլ կա։ Այդպես էլ կա։ Կարող եմ ասել, որ բախտավոր եմ համարում ինձ, որովհետև ես կարողացել եմ աշխատել այնպիսի ռեժիսորների հետ, որոնք իսկապես ինձ կերտել են եւ իսկապես վարպետ են եղել։ Ես կուզեմ այս տոնական եթերը օգտագործել ու գուցե առաջին անգամ այսպես եթերից շնորհակալություն հայտնել մի Սիրով ունեք բացառիկ հնարավորություն։ Ինձ համար շատ կարևոր է եղել, ճակատագրական անձ է եղել իմ ճանապարհը հարթելու համար լուսահոգի երջանկահիշատակ իմ վարպետ Երվանդ Ղազանջյանը։ Շնորհակալ եմ իրեն ինձ Պարոնյան թատրոնի դռները բացելու համար, թատերական աշխարհին ծանոթացնելու համար, մեր երկխոսությունների համար, որոնք շատ հաճախ գուցե լուր են եղել, բայց այդ լուրությունից շատ բաներ ես քաղել եմ։ Իսկ ինչ վերաբերում է ռեժիսորներին, ես նորից աշխատել եմ տարբեր ռեժիսորների հետ, որոնցից ամեն ինչ որ մեկից մի բան վերցրել եմ, ինչ որ մեկին մի բան տվել եմ, փոխադարձ այդպես։ Մեր իրականության մեջ դերասաններ կան, որոնց հետ ես բեմում լինել շատ սիրում եմ։ Ունեմ արդեն այդ փորձը։ Շատ սիրելի դերասաններ կան մեր թատրոնում, իմ ավագ գոլեգաները, իմ երիտասարդ գոլեգաները։ Չեմ ուզի անուններ նշել, շատ լավ չեք նշում, որովհետև մեկին չմոռանանք ու չնեղացնենք։ Հենց այստեղ ուզում եմ լսել այն դերը, որը դեռ չես խաղացել, բայց պետք է խաղաս, պետք է հասնես այդտեղ։ Որն է։ Շատ ճիշտ ժամանակում, շատ ճիշտ հարցեր։ Անկեղծ կլինեմ դերասանի համար առհասարակ շատ կարևոր է եւ ինձ համար առավելևս մեր օրերում խաղալ առհասարակ դասական ներկայացումներում։ Խոսքը ամենևին չի վերաբերում դրամատիկ ներկայացումներին, որտեղ կլինի ողջ։ Չէ, գուցե կարող է լինել կոմեդիա, որտեղ ես նախորդ տարի ունեցա փորձ խաղացի դերը, որը նշեցի, որ ներմուծվեցի։ Շատ կարևոր է, որ մեր օրերում հատկապես հայ իրականության մեջ խաղան մարդու մասին դեր, որը կլինի ոգեղենության մասին, որը կլինի լույսի մասին, հույսի մասին, որ ի վերջո կյանքը գեղեցիկ բան է, ամենաառավոտ որ արթնանում ենք, շնորհակալ լինենք կյանքին։ Գուցե կլինեն այդպիսի կերպարներ, կան այդպիսի կերպարներ գրականության մեջ, չեմ կարող առանձնացնել, բայց ամենակարևոր բանը, որ այսօր հանդիսատեսը ես վստահ եմ ու դու դա նկատում ես, որ գալիս է թատրոն, ուզում եմ մարդու հույզերը տեսնել, իրեն ապրում ակցիոն տեսնել բեմում։ Սիփան ջան, էլի պրովոկացիոն մի քիչ հարց։ Կինո թե թատրոն, որտեղ ես դու քեզ ավելի լավ տեսնում, որտեղ գիտեք, ընդունված է, կինոյի դերասանը այդքան է լավ չի բեմում թատրոնում, քանի որ թվում է թե այդպես ուղիղ եթերի ռեժիմով է։ Ճիշտ հակառակը։ Այնտեղ հա դուբլաժներով, դուբլներով, ստոպ եւ այլն, դու ինչպես ես քեզ զգում թատրոնում եւ եթե հնարավորություն լիներ ընտրության, թատրոն թե կինո։ Ես որպես այդպիսին ֆիլմ արտադրության մեջ փորձես մեջ չեմ։ Շնորհակալ եմ Ջիվանին Ավետիսյան ռեժիսոր, որը 2023-ին վստահեց ինձ իր վերածնվածը ֆիլմում նկարահանվելու 2026-ի պլաններում կա տեսնել ֆիլմը, կլինի պրեմիերան հավանաբար փետրվարին կլինի համաշխարհային պրեմիերան, որովհետև դա համարտադրություններ տարբեր երկրների։ Շնորհակալ եմ, որ հենց առաջին գեղարվեստական ֆիլմը, որը ինձ համար իսկապես պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատանք էր, ես ունեցա նման փորձ հենց Ջիվան Ավետիսյանի ֆիլմում, որը իրապես այդքան էլ հեշտ չէր ինձ համար։ Փորձս թատրոնում գուցե ավելի շատ է, որովհետև աշխատել եմ տարբեր թատրոններում, բայց իմ թատրոնը այս պահին եւ որտեղ ես ինձ շատ ազատ եմ զգում, շատ կոմֆորտ եմ զգում, դա Պարոնյան թատրոնն է։ Բայց կինո թե թատրոն, նաեւ կուզեմ նորից խոցել, որ 26-ին ունեմ հույսով Աստծով առաջ Աստված կլինի 2020-ի հրեշտակները ֆիլմի նկարահանումների նորից ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է։ Գուցե այս պահին թատրոն, բայց կարծում եմ, որ ժամանակն է որպեսզի լինեմ արդեն կինոյում։
Շատ լավ, դե ինչ արդեն Անի ջան։ Ամանորյա շնորհավորանքը մեր հեռուստադիտողին, կարծես թե իհարկե ամփոփել եւ շատ երկար խոսել թատրոնի մասին, օրեր են պետք, բայց կարծես մենք ամփոփեցինք թե ինչ է կատարվում հիմնականում։ Այո, սիրով։ Թատրոնում հիմա ուզում ենք որպես Սիփան Զադոյան, մեր շատ սիրելի դերասան, դուք մեր հեռուստադիտողին հղեք ձեր Ամանորյա շնորհավորանքը, կոչը, հորդորը, շնորհակալություն հայտնել, ներողություն խնդրել, ամեն ինչ կարող եք անել չափի մեջ։ Չափի մեջ։ Առաջին հերթին կուզեմ որ ապրենք խաղաղի երկրում։ Խաղաղ լինենք մեր ներսում։ Ներդաշնակ լինենք մեր ներսում, մեր ընտանիքներում, մեր հասարակության մեջ։ Փորձենք անել այնպես, որ ամեն մեկս մի հիմնակար լինենք մեր երկրի, մեր գործի, մեր աշխատանքով այնպես լինել, որ կարողանանք զարգանալ, գնալ առաջ։ Ինչ վերաբերում է ստեղծագործական կյանքին, կուզեմ իսկապես լինի ստեղծագործական տարի, թե թատերական աշխարհում, թե կինոարտադրության մեջ։ Շնորհակալ եմ բոլոր մարդկանց 2025 թվականին, ովքեր ինձ օգնել են, ովքեր սիրել են, ովքեր աջակցել են։ Փորձեմ 2026-ին ավելին իրենց ետ վերադարձնել։ Ընտանիքիս առողջություն, ծնողներիս ամենաառաջինը, որ միշտ ինձ հետ լինեն, շնորհակալ եմ իրենց եւ առհասարակ շնորհակալ եմ բոլորին, այս օրերի համար, այս տարվա համար, թող գալիք տարին լինի հաջողությունների տարի մեր հայ ժողովրդի համար։ Մենք էլ ենք շնորհակալ Ամանոր եւ Սիփան ջան, շնորհակալություն։ Մեր հաջորդ հյուրը եւս տաղանդավոր ու աշխատասեր տեսակ է։ Նա տարիներ շարունակ սերը սրտում աշխատել ու արարել է, բացահայտելով գեղեցիկն ու գեղեցկությունը։ Նա երջանկացրել է շատերին, նա նյարդայնացրել է շատերին։ Նրանք կամ սիրում են, կամ լուր հետևում։ Սակայն նա շարունակում է ստեղծագործել ու կնոջը ներկայացնել լավագույնս։ Տաղանդավոր դիզայներ, տաղանդավոր մարդ ու լավ հայ Մանուկ Ալեքսանյանն է մեր տաղավարում։ Բարի երեկո, Մանուկ, շնորհակալություն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Բոլորն են սպասում, հա, եւ կանխատեսումների, եւ Ամանորին, եւ ամեն ինչին։ Նախ կցանկանայի, որ ներկայացնել 2025 թվականը ինչպիսին էր քեզ համար, ինչ հաջողություններ ունեցար, ինչ աշխատանքներ իրականացրեցիր, ես գիտեմ, որ դու բավականին լավ ցուցադրություններ ես ունեցել, հետաքրքիր ու նաեւ ինչ որտեղ սկանդալային, որտեղ շատերը, որոնք գուցե հասկանում էին, գուցե չէին հասկանում, գուցե իրենց PR-ի համար սկսեցին ինչ որ անհեթեթ բաներ գրել հայկական գորգերի մասով եւ այլն եւ այլն։ Ինչպիսին էր 2025-ը քեզ համար, փորձենք միասին ամփոփել։ 25-ը իրոք եկամտաբեր, ամենալավ պրոգրեսիվ տարիներից մեկն է իմ համար եղել ու այդպես հիշողությանս մեջ կմնա, որովհետև այս տարի մենք ունեցել ենք թե Երևանի սրտում նորաձևության շոու, որը Հանրապետության հրապարակում, եթե չեմ սխալվում, այո։ Հրապարակում թե Կազախստանում, որը էլի շատ մեծ արձագանք էր ձեռք բերել, մենք այնտեղ ներկայացել ենք հայկական թռչնատառերի կոլեկցիան, հավաքածուն։ Կարծում եմ դա շատ հետաքրքիր էր հենց այդ ֆիդբեքը ստանալ նրանցից, բայց ինձ համար ամենաշատը տպավորիչ է այն, որ ես առաջի անգամ ստեղծել եմ հայկական նորաձևության մասին ամսագիր, որը կարելի է ասել չի զիջում Կոնդե Նաստի ոչ մի ամսագրերին, այսինքն Էլ, Harper's Bazaar, Vogue, միջազգային, այսինքն շուկա ենք դուրս գալիս այդ տեսքով կարող ենք ասել։ Բավականին էսթետիկան շատ գեղեցիկ է պահպանված, հայ դիզայներներին, արտիստներին ներկայացված է եւ հնարավորություն է տալի լուսանկարիչներին, ցանկացած արվեստի մարդկանց ներկայացնեն իրենց աշխատանքը եւ մնան պատմության մեջ։ Այսինքն բացի ցուցադրությունից այլև ամբողջական աշխատանքի արված արվեստի էլեմենտներ, օրնամենտներ, գորգեր, նշաններ, այ գորգերի գաղափար ինչպես հա առաջ եկա, որովհետեւ շատ հետաքրքիր էր։ Ես անձամբ ներկա չեմ եղել, բայց հետևել ու տեսել եմ, բավականին լուրջ արձագանքներ կային։ Կամ սիրում էին, կամ լուր հետևում, ինչպես նշեցինք։ Այս մասով դժվար չէր այդ ամենը։ Տեսեք, մանկուց ես հետևել եմ պատկերասրահում Երվանդ Սուրենյանցի ամենահայտնի նկարը Սալոմեն, եւ մենք փորձել ենք հենց այդ կերպարը ստեղծենք, բայց քանի որ գորգը շատ ծանր էր, ինքը բրդյա էր, աղջիկը չկարողացավ ամբողջովին այո, եւ մենք փորձեցինք այդ ոնց որ performing-ը անենք տղայի հետ։
Չեմ կարծում, որ ինքը սկանդալային էր, որովհետև բոլորը շատ հիացած էին, իսկ այն մարդիկ, ովքեր չէին հասկացել, կարծում եմ նորաձևությունը 2026-ին այնքան հասանելի է դառնալու, որ իրանք այդ գեղեցիկի վիզուալը արդեն իրենց Կարծես ճիշտ ընկալելիք ժամանակն է արդեն, որպեսզի դուք ձեր խորհրդով նոր տարվա շեմին հայ ավելի երիտասարդ ու դուք էլ եք երիտասարդ հենց դիզայներներին ձեր խորհուրդն էլ հղեք, այսինքն ինչն է ավելի հաջողության ինչը ավելի շատ կտանի դիզայներներին, ինչն է ձեզ պակասում, ինչ չեք տեսնում, որ ուզում եք տեսնել։ Ես շատ կցանկանամ, որ երիտասարդ սերունդը աշխատասեր լինի, իրան չգերագնահատի եւ ռեալ նայի այն կարողությունները, որը կարող ունենա։ Ես ինքնուս դիզայներ եմ, չնայած որ հետագայում տրեյնինգներ եմ անցել Դուբայում, Միլանում, բայց աշխատասիրությունը հենց կյանքում պրակտիկան ամեն ինչն է տալիս դրա համար ես խորհուրդ կտամ մտնել ռիթեյլներ, աշխատել, թեկուզ հենց մեր առևտրի կենտրոններից ինչ որ մեկում, որպեսզի այդ ամեն ինչը իրանք ավելի ադապտացվեն եւ Պարոն Ալեքսանյան, քանի որ տոնական օրեր են առջևում եւ ես կցանկանայի, որ մեր հեռուստադիտողներին պատմեք ձեզ համար ինչպիսին է ամանորը։ Թեկուզ մանկության տարիներից ամանորը ինչով է ասոցացվում, ինչ գույների հետ, հա, ինչ հիշողությունների հետ, ինչ երգերի, ինչ մուլտերի, ինչ հեքիաթների, հա, քանի որ տոնական օրեր են, խոսենք այդ մասին։ Դիզայներ Մանուկ Ալեքսանյանի համար ամանորը ինչպես է սկսվում եւ մանկությունից ինչ վառ հուշեր կան։ Իմ համար ամանորը շատ ընտանեկան տոն է։ Ես շատ եմ սիրում ամանորը, երբ որ բոլորի նվերներ են առնում, ընտանիքով հավաքում են սեղանի շուրջ, դրա համար ես շատ սիրում եմ ամանորը, այդ ֆիլմերը, թեկուզ տանը մենակը, կամ չգիտեմ, որի ընթացքում մեծացել ենք եւ այլն։ Իսկ ամենահիշարժան պահը մանկությունից կամ պատանեկությունից նոր տարվա հետ կապված ո՞րն է։ Եթե կցանկանաս խոսել այդ մասին։ Ամենահիշարժանը Թեկուզ հումորային, թեկուզ ինչ որ կազուսային դեպք, հա, ծիծաղալի հումորային, եթե եղել են տենց, որ միշտ հիշվել է ձեր մոտ։ Ինձ թվում է այդ ավելի ընտանեկանը, ճիշտ չի լինի, որ հիմա պատմեմ։ Շատ լավ, շատ լավ։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, դուք որպես դիզայներ ինչպես է գնահատում այսօրվա երիտասարդության եւ ոչ միայն երիտասարդության, այլ հայ հասարակության հագնվելու ոճը, գույները, բնականաբար փոխվել են։ Հիմա ինչպես են հագնվում, ճիշտ են հագնվում, ինչպես են հագնվում ձեր գնահատականը եւ նաեւ խորհուրդները։ Ես կարծում եմ, որ հայ երիտասարդները շատ գեղեցիկ են հիմա հագնվում, քանի որ շատ մեծ ներդրում է եղել հենց առևտրի կենտրոններին, երբ որ մենք չունենք դեռ այդ բազմատեսակ բրենդերը, որ կարայինք մենք հագնվենք, մենք ավելի սև ենք հագնում եւ ավելի գորշ գույներ։ Այո։ Իսկ հիմա մեր երիտասարդությունը շատ սուպեր է հագնվում, փորձում է տենդենսներին հետևել եւ իհարկե դրա ամենամեծ սատարումը դա երևի սոցցանցերն են, որը այդ տենդենսները շատ հասանելի են եւ ավելի արագ են ցույց տալիս, քան թե օրինակ առաջ TV-ներով կամ ամսագրերով։ Դրա համար կարծում եմ հիմա շատ մեծ պրոգրես կա ու այն մարդիկ, ովքեր ամանչում էին առաջ թեկուզ հագնային գույնավոր ինչ որ շապիկներ, հիմա ջինսեր ենթադրենք հիմա համարցակ հագնում։ Այո, հիմա շատ ավելի Ամանորը գիշերվա համար ինչ կերպար ու ոչ կառաջարկեք 2026-ը դիմավորելու համար։ 2026-ի եկեք սկսենք նրանից, որ Պանտոմ ինստիտուտը ամեն տարի ընտրում է իր գույնը եւ տարվա գույնը եւ առաջարկում է բոլոր նորաձևության տներին։ Այս տարվա գույնը կոչվում է Cloud Dancer։ Դա փոքր մանրամասնիկ է։ Այո, դա սպիտակի համարյա թե բոլոր երանգներն են, ամփ հիշեցնող գույնը։ Մի փոքր կեղտոտ, մի փոքր վառ, մուգ, բաց։ Այո։ Ես խորհուրդ կտամ ամանորին հագնել ինչ-որ սպիտակ էլեմենտով զգեստ կամ աքսեսուարներ, ցանկալի է մեծ, եթե ընտրում եք աքսեսուարներ, քանի որ սպիտակը իր մեջ խորհրդանշում է նոր սկիզբ, նոր էջ եւ այդպես։ Ձեր ամանորյա մաղթանքը մեր հեռուստադիտողին։ Ես մաղթում եմ, որ մեր լսողները երազեն, չկոտրվեն եւ ապրեն այն կյանքը, որը ուզում են, որովհետեւ մենք ենք որոշում մեր կյանքը ոնց պիտի ապրենք։
Շնորհակալ ենք պարոն Ալեքսանյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար եւ մենք բոլորս կրկին ձեզ եւ ձեր ընտանիքին շնորհավորում ենք մաղթելով միմյան լավագույն։ Շնորհավոր ամանոր եւ սիրտ։ Շնորհավոր ամանոր եւ սիրտ։ Շարունակելով խոսել գեղեցիկի մասին, պիտի նշեմ, որ մեր հաջորդ հյուրը արդեն իր էությամբ է ներկայացնում գեղեցիկը։ Մարդ, որը անցնելով բարդ ու փշոտ ճանապարհ, մարդ, որը դեմ գնալով սեփական ծնողների հորդորներին, եկել ու հասել է իր երազանքին ու իր արժև դրված խնդրին։ Նա գեղեցիկ, հեզ ու քնքուշ աղջիկ լինելով հաղթահարել է բազում մարտահրավերներ ու փորձություններ եւ այսօր մեզ հետ է նա եւ նա կխոսի այդ ամենից։ Նա առաջին վիցեմիս Հայաստան 2025-ի հաղթող Մարիամ Խաչատրյանն է։ Բարի երեկո Մարիամ ջան։ Բարի երեկո գեղեցկուհի։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Իհարկե ինձ համար բավականին դժվար կլինի երկու գեղեցկուհիների միջավայրում անկաշկանդ խոսել, բայց ես բոլոր ջանքերը կգործադրեմ, որ անկաշկանդ մենք շփվենք։ Մարիամ ջան, ինչպիսին էր 2025-ը քեզ համար։ Ինչ փորձություններ հաղթահարեցիր, ինչպես ես նշեցի, ում եւ ինչին դեմ գնացիր եւ հասար քո երազանքին։ Եվ լինելով օրինակ, պատմի այդ մասին։ Խնդրեմ։ Բավականին դժվար էր այդ որոշմանը գալ, որ պետք է թողնես քաղաքդ, ծննդավայրդ, դեմ գնաս բոլորին, լինես մենակ։ Այդ որոշումը շատ դժվար իրականացրեցի, բայց հասկացա, որ եթե ես քայլ չանեմ, ինձ ոչ ոք չի տանի առաջ։ Ես պետք է ինքս ինձ առաջ տանեմ։ Դրա համար թողեցի ընտանիքս, քաղաքս, եկա Երևան ու շարժվեցի երազանքիս հետևից։ Բավականին դժվար էր այդ ամեն ինչը, ես 3 տարի եղա մրցույթի մեջ, քանի որ մենք ունեցանք շատ խոչընդոտներ, մրցույթը չէր իրականացվում։ Առաջ շարժվելով 3 տարի հետո ես հասա այն պահին, որ այսօր ընտանիքս ինձ ընդունել է իմ հաղթանակով հանդերձ։ Դե հիմա խոսեք այն արժեքների մասին, որոնք առաջնորդում են ձեզ կյանքում։ Չհանձնվել։ Մենակ դա կասեմ, քանի որ ցանկացած բան հնարավոր է ինչ որ ժամանակ իր արժեքը մի փոքր իջնի կամ բարձրանա, կյանքում այդպես լինում է, բայց երբ որ հանձնվում ես, ընկնում ես։ Երբ որ չես հանձնվում, միանշանակ բարձրանում ես, չկա ուրիշ տարբերակ։ Որն է եղել այն շարժիչ ուժը, որը այդ դժվարությունները հաղթահարելու ժամանակ անպայմանորեն ձեզ հույս է ներշնչել եւ այդ լույսն է եղել ձեր կյանքում։ Ցանկություն ապացուցել բոլորին, որ ես կարող եմ։ Մարիամ ջան, ամեն դեպքում մի շարք փորձություններ ես հաղթահարել, մի շարք դժվարությունների միջով ես անցել, բայց ինչպես գործընկերուհիս Անին նշեց, ամենակարևորը որն էր, որ թիրախավորված դու գնում էիր, ոչ մի բան հաշվի չառնելով, թեկուզ ամենադժվար, ամենամերժված, ամենափակ դռները, հա, ինչպես էիր կարողանում այդքան հեզ, այդքան նուրբ լինելով հաղթահարել այդ պատերը քանդելով գնալ, որպեսզի դու լինես օրինակ մյուսների համար։ Ձեր հարցի պատասխանը երևի այս տարբերակով փորձ եմ տամ, դա ուղղակի ներքին ցանկություն էր ինքս ինձ տեսնել այդ կայացած վիճակում, այդ կայացած աղջիկը լինել, որը որ միշտ եմ ցանկացել, քանի որ այսօր մեր ժամանակներում շատ դժվար է ապահոված ընտանիք լինել, հա, այսօր շատ երեխաներ, ինչպես որ ես, ապահոված ընտանիքից չեմ եղել ու ես ցանկացել եմ ես ինքս դառնամ այն ուժը, որ կապահովի իր ընտանիքը։ Ես ցանկացել եմ, որ ես ինքս այդ մեծ տոպրակներով ամանորյա գնումները արած ես ինքս գնամ տուն, քանի որ միշտ տեսել եմ ծնողներս ինչպես են գիշեր-ցերեկ անում, որ այդ գնումները անեն մեզ համար ամանորին։ Ես ունեցել եմ ամենալավ մանկությունը, ամենալավ ամանորերը, բան չունեմ այդ առումով ասելու, իմ ծնողները միջև վերջ ջանք են դրել այդ հարցում, բայց միևնույնն է, ցանկությունը դա էր, լինել ես իմ ընտանիքի համար, անեմ այդ ամեն ինչը ես։ Որ ամանորն է ամենաշատը տպավորվել ձեր մանկության տարիներից։ Որը հիմա ամենահիշարժան, որ դրական լույսի ներքո, թեկուզ դժվարությունները արդեն անցյալում են հաղթարած, բայց ամենաշատը որ նոր տարու հետ կապված ամանորից դա է։ Ամենատպավորիչը կասեմ, որ եղել է այն վերջի ամանորը, որ այդ տարին մենք նշել ենք ու ես եկել եմ Երևան։ Այդտեղ ամեն շատ լավ էր, մենք շատ երջանիկ էինք, բայց դրանից 3 տարի հետո ես 3 տարի ամանոր չէի նշում, որտեղ մենակ էի։ Ընտանիքիս մոտ չէի վերադառնում, խիստ պահանջներ էի դրել իմ առաջ, որ պետք է ամեն ինչ խնայել, ուժերդ հավաքել ու շարժվել առաջ։ Վերջին 3 տարի առաջ այդ ամանորը, որ իմ մեջ շատ տպավորվել է։ Գեղեցիկի մասին շատ տարբեր են կարծիքները, բանաձևերը, յուրաքանչյուրս գեղեցիկը ընկալում ենք յուրովի եւ տեսնում ենք յուրովի ու հիմա ուզում եմ լսել հենց ձեր բանաձևը որպես գեղեցկուհի։ Գեղեցիկի մասին ձեր բանաձևը։
Լինելով այս ոլորտում, տեսնելով արտակնապես գեղեցիկ, ուղղակի հրաշալի մարդկանց, աղջիկների, ովքեր անթերի են, արտակնապես իրենք շքեղ են, գեղեցիկ են բավականին, հասկացա, որ չէ, գեղեցկությունը այդտեղ չէ, գեղեցկությունը ներսում է, բարության մեջ է ներսում, մարդկանց ներսում, իրենց բարությամբ է արտահայտվում գեղեցկությունը, նաև գեղեցիկը այն ամենին ինձ համար, ինչ մարդ ստեղծում է իր սեփական ձեռքերով ու ավելի բնությանը մոտ լինելով, ոչ թե ավելի հեռու։ Իսկ մենք այսօր ապրում ենք այն օրերում, որ մենք բնությունից շատ ենք հեռացել ցավոք սրտի, գեղեցկությունը դեռևս ուրիշ տեղ է։ Մարիամ ջան, մեր հերոսատիտողին եւ շատերին կհետաքրքրի նաեւ թե քո համար ով է չափանիշ կանանց շրջանակներում գեղեցկության, հա, թեկուզ համաշխարհային աստղերից, մեր հայ աստղերից, մեր հայ հանրային դեմքերից, թեկուզ միջազգային ասպարեզում կա մի կին, որը քեզ համար իսկապես էտալոն է, օրինակ չափանիշ։ Միանշանակ կնշեմ հայտնի մարդկանց, բայց մինչև հայտնիներին անցնելը կասեմ, որ փոքրուց դա եղել է ինձ համար իմ մայրը։ Ես այդ մենք դրան էլ սպասում ենք, որովհետև ես գիտեի, որ դուք հենց այդ անունն եք նշելու։ Անկեղծ եմ ասում, մայրս, քանի որ երբ որ տեսնում ես ինքը ինչպես առավոտից երեկոն տնային գործերը անում եւ այլն, բայց բավականա հայրիկի մեկ խոսքը պատրաստվեք դուրս են գալիս ու իմ մաման աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Ես ես նայում եմ հիանում եմ իմ հայրիկով, ասում եմ մամա ջան, կարելի է քո այդ բարձրակրունկները ես էլ հագնեմ։ Այ այդ գեղեցկությունը ի սկզբանե իմ հայրիկից է եկել։ Ես հիացել եմ իր գեղեցկությամբ, կանացիությամբ Եվ նաև ժառանգել ես։ Պապայից։ Իսկ միջազգային արենայում կա կին գեղեցկուհի կամ հանրային դեմք, որ թեկուզ ոչ գեղեցկուհի, բայց իր խարիզմայով, իր էությամբ, իր արտիստիզմով քեզ գերում է ու համարում ես գեղեցկուհի։ Թեկուզ 1-2 անուն։ Դեռ փոքրուց ֆիլմերում շատ հանդիպում էի Անջելինա Ջոլիին, ով որ իր սանրվածքով, կանացիությամբ, այդ ուժեղ լինելով ինձ գրավում էր անկեղծ, բայց միայն իրեն կնշեմ, քանի որ այդքան ուրիշներին չեմ առանձնացնի։ Շատ լավ։ Իսկ այժմ ես ուզում եմ ձեր շնորհավորանքը ուղերձը լսել մեր հեռուստադիտողին, շնորհավորեք ձեր կամ ում ուզում ես, ում ցանկանում ես, այնպես որ կարող ես քո մաղթանքը հղել ամանորյա բոլորին։ Ու քանի որ դու ներկայացնում ես Miss Հայաստան գործակալությունը այս պարագայում, նաև հենց Miss Հայաստան գործակալության անունից թող լինի ձեր շնորհավորանքը։ Miss Հայաստանի մեծ թիմով մենք ցանկանում ենք շնորհավորել մեր ազգի ամանորը, քանի որ ներկայապային ես եմ այստեղ փոխանցում իրենց խոսքը։ Իհարկե, սիրով։ Շնորհավորում ենք եւ ցանկանում, որ խաղաղություն լինի։ Իմ անունից ես կուզենամ առանձնահատուկ ասել, որ նախ շնորհավորում եմ մեր սահմանում գտնվող զինվորների ամանորը։ Շատ ողջունում եմ։ Քանի որ նրանք անքուն գիշերներ հաղթահարում են, ցուրտ են հաղթահարում վախեր, բազում դժվարություններ։ Ամանորին մտնեն իրենց տները, գրկեն իրենց մայրերին, երեխաներին, քանի որ եթե մենք այսօր ունենք հնարավորություն նշելու ամանորը, դա միանշանակ իրենց շնորհիվ է եւ այն տղաների, ովքեր ցավոք չեն կարող հասնել տուն, բայց նրանց ընտանիքներում առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել ամանորը։ Բրավո Մարիամ, իսկապես խոսքեր չկան, լինելով այսքան գեղեցիկ ու այսքան խելացի, իսկապես մեր օրերում եզակի դեպք է։ Մենք նույնպես շնորհավորում ենք քեզ, շնորհավորում ենք ձեր կազմակերպությանը, Miss Հայաստանի ողջ անձնակազմին։ Մենք էլ շատ ուրախ ենք, որ այսպիսի գեղեցկուհիներ կան մեր երկրում։ Շնորհավոր Շնորհակալ եմ։ Շարունակում ենք մեր ամանորյա եթերը ու կրկին կներկայացնենք մի շատ հետաքրքիր մարդու, որը եկել է մեր տաղավար այլ խոսքով ու նոր գիտելիքներով։ Հարափոփոխ աշխարհում, որտեղ ամեն բան լույսի արագությամբ է զարգանում, դժվար կլիներ, եթե չհետևեինք գիտությանը ու տեխնոլոգիային, եւ հենց նա այն եզակի մարդկանցից է, որը տիրապետում է այդ նորարարական գիտելիքին ու տեխնոլոգիային։ Նա բավականին հետաքրքիր նորություններ կպատմի ու կկանխորոշի թվերի լեզվով մեր ապագա գործողությունների մասին։ Դե ինչ, սիրով ձեզ ենք ներկայացնում թվայինագետ Իրինա Շահնազարովային։ Բարև ձեզ Իրինա։ Բարի երեկո, սիրելի Իրինա, բարի գալուստ մեր տաղավար։ Իրինա, թիվը պարզապես հաշվարկ է թե էներգիա։ Թիվը համ հաշվարկ է, համ էներգիա է։
Ավելի մանրամասն, հա, ինչպես կարող եք դա ավելի մանրամասն, ավելի հանգամանալից ներկայացնել։ Ամեն թիվ ունի իր հաշվարկը, այսինքն օրինակի համար ձեզ 9 թվի մասին ասեմ, որ 9 դա ես համարում եմ մագիչիսկի թիվ, որովհետև կախարդական թիվ, որովհետև 9-ին ինչ գումարում ես, ստանում ես այդ գումարած թիվը։ Օրինակ, 9-ին եթե գումարում ենք 5, ստանում ենք 14, չէ՞։ 1 + 4-ը 5-ը։ Այո։ 18-ին, որը որ էլի 9-ը, որտեղ 1 + 8-ը 9-ը։ Եվ երկու 9-ներն էլ են 18 դառնում։ Հա, ինչ գումարում ես 9-ին, ինքը դառնում է այդ թիվը, որը որ գումարում ես։ Այսինքն մեկ թիվը կարող է մարդու ամբողջ կյանքը փոխել։ Տեսեք, մենք բոլորս ունենք մեր անձնական կոդը։ Այդ կոդը փոփոխական չի կյանքի ընթացքում։ Բոլորս ունենք կոդ 3 թվից։ Այո։ Որը որ մեր ծննդյան թիվն է, ամսյա թիվն է եւ տարի թիվն է։ Եվ եթե դուք դա իմանաք, մի հատ ձեզ գաղտնիք ասեմ, որ այն մարդկանց հետ, ում հետ որ ձեր կոդերը համընկնում է, որևէ կոդ համընկնում է, օրինակ ձեր կոդը 559 է, իմ կոդը 599։ Այդ մարդիկ երբ որ հանդիպում են, իրաց մոտ նես տպավորություն է, ոնց որ իրանք 1000 տարի իրար ճանաչում են, որ ասում են ոնց որ հարազատ հոգի լինի։ Ամեն դեպքում թվերի հետ գործ ունեք, բայց թվերի աշխարհում, ինչպես մաթեմատիկայում, կոնստանտ է, հաստատուն է ամեն ինչ, այսինքն ինչ որ ասում եք, դա հենց այդպես է, հա, մաթեմատիկայի մեջ այդպես է։ Ես ասեմ, եթե դուք խորանաք ու մտածեք, մեր մոտ ամեն ինչն է թիվը։ Սկսած ծննդյան թվից, սկսած բնակարանի թվից, սկսած բանկային թվից, մեր մոտ ամեն ինչ է։ Նույնիսկ մահվան թիվ գոյություն ունի։ Մահվանը պարզ է, բայց ուզում եմ ասեմ, ամեն ինչը ինչ որ մեր կողքն է, դա թվերից է բաղկացած։ Իսկ մարդու անունը Մարդու անունն էլ է, ինքը այլ հաշվում է թվերով։ Այսինքն օրինակի համար, ասես մի հատ հարց էին ինձ տվել, որը հետաքրքիր է, ոնց է, որ ծնվում է 2 երեխա, այսինքն զույգ է, նույն օրը, նույն ժամին, բայց շատ տարբեր բնավորություններով, չէ՞։ Դա նրանից է, որ մեկի անունը օրինակ դրված է Ալլա, որը որ Իրանով ըստ հաշվարկի ուժեղ անուն է, մյուսի անունը Ալոնա է, որը որ ավելի փափուկ ըստ հաշվարկի ավելի փափուկ էներգիա է տալի։ Ես հասկացա, քանի որ մենք հիմա գտնվում ենք լուրերի տաղավարում, իսկ այսօր մենք իհարկե արդեն այդ մասին նշել ենք, որ ամանորյա թողարկում է եւ մենք այսպես ասած շեղվել ենք մեր լուրերի ձևաչափից եւ թույլ եմ ուզում տալ մեզ, որ գտնվելով այս տաղավարում Հայաստանի Հանրապետության թիվը որպես այդպեսին բացեք, այսինքն մենք ասում ենք, որ թիվը ճակատագիր է, մենք ասում ենք, որ թիվը փոխում է, թիվը կարող է հաշվարկի ընթացքում դառնալ քեզ համար կանխորոշիչ։ Եվ էլի եմ ասում, քանի որ լուրերի տաղավարում ենք, Հայաստանի Հանրապետության թիվը ինչպիսի կանխորոշում ունի։ Այո, ես շարունակեմ հարցի հետևյալ կերպ, որ անկախ Հայաստանը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախացավ։ Այդ թվով որ սկսենք, ինչպիսին է Հայաստանը, ինչ ճակատագիր ունի, ինչ կոդ ունի եւ ինչ սպասել, հա, այսպես ամբողջական տեսքով, ասենք մեր երկրի մասով, քանի որ մեր երկրի անկախ Հայաստանի, հա, խորհրդային Հայաստանի մասին չենք խոսում, թիվը ծննդյան թիվը, հա, ծննդյան թվից սկսեցինք 1991 թվականի սեպտեմբերի 21։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Ես մի քանի օր առաջ հաշվել էի հենց մեր Հայաստանի 91 թվականի, այսինքն 21 սեպտեմբերի, եւ ստացել եմ մի հատ շատ հետաքրքիր թիվ, թիվ 4, որը որ Իրանով շատ ուժեղ թիվ է, դա թիվ է, որը որ խոսում է շատ մեծ աշխատանք արվելու, այսինքն ինչ-որ բաներ կառուցվելու, ռեֆորմաներ հազար լինելու, հետո բարեփոխումներ, հետո դա լինելու է ասենց պայմանագրեր են հազար լինելու ուրիշ երկրների հետ, այդ ամեն ինչը ասենց ոնց որ ինքը, ու այդ թիվը, եթե մենք լավ անցնենք, հա, եթե Հայաստանը լավ անցնի այդ թիվը։ Լավ անցնելը ինչպես պետք է լինի, այս մասն էլ ասեք։ Այսինքն պլյուսով, տեսեք, լուբոյ թիվը, յուրաքանչյուր թիվը ունի իր պլյուսը եւ վատ կողմը, լավ կողմը եւ վատ բացասական կողմը։ Յուրաքանչյուր չկա տես լավ թիվ, չկա վատ թիվ։ Նշանակում է, որ եթե մենք ճիշտ որոշումներ կայացնենք, այսինքն ճիշտ որոշումներ կայացնենք, որոշումները պետք է կայացվի ընդհանրապես, դա ոչ միայն Հայաստանին է վերաբերվում, այլ նաեւ մարդկանց առհասարակ պետք է ոչ էմոցիաների մեջ, այսինքն հավասարակշռված, ավելի հարմոնիկ կարգավիճակ։ Բայց լավ տրամադրությամբ։ Ես հասկացա մի բան, ենթադրենք, պետք է կնքվի Հայաստանի Հանրապետության խաղաղության հռչակագիրը եւ դա պետք է լինի, ենթադրենք,
չեմ ուզում ամսաթիվ որևէ նշել 26 թվականի 26 թվականի որևէ X օր այսինքն եթե դիմենք ձեզ այդ մասով դուք կկարողանաք հաշվարկել եւ ասել որ ոչ ամսի 6-ին չգնաք այդ քայլին այլ ամսի 7-ին գնացեք այդ պայմանագրի կնքմանը որպեսզի դա լինի ավելի լավ հասկացա իսկ թիվը երբ որ արդեն կանխորոշվում է դա որևէ կերպ մեզ կաշկանդում է Այսինքն, երբ որ մենք ինչ-որ մի բան ենք իմանում ինքներս մեր ու մեր ապագայի մասին, դա կարող է մեզ ձեր թվայինացված աշխարհում, այսպես ասած, արդեն բարփակել, ավելի փակել գնալ դեպի այդ հաջողությանը, թե իմանալը ընդհակառակը տանում է դեպի լավը եւ հաջողությանը, իմանալ, թե չիմանալ։ Ես կարծում եմ, որ ավելի լավ է իմանալ, բայց տեսեք, յուրաքանչյուր նորմալ պրոֆեսիոնալն նումերոլոգ, եթե նույնիսկ ինքը ինչ-որ վատ բան է տեսնում, ինքը երբեք չի ասի, որ գիտես ինչ կա, քեզ ինչ-որ վատ բան է սպասվում, որովհետև այդ վատը կարա դա կախված է այդ մարդուց, թե ինքը ինչ որոշում կկայացնի այդ վատը։ Բայց գուցե պետք է նաև զգուշացնել, որպեսզի այդ մարդուն կանխել նման դեպքեր։ Դա է ուզում ասել, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալն է ինչ-որ սպեցիալիստ, ինքը քեզ կասի, թե չի սկսի վատից, քեզ կասի ինչ խորհուրդներ կտա, թե ոնց դու վարվես, որպեսզի լավ լինի։ Ոչ թե կասի, գիտես ինչ կա, քեզ հունվարին սպասում է, չգիտեմ, ինչ-որ վատ բան, այ դու սենց ոչ, չի կարելի դա, չի կարելի։ Իսկ ընդհանրապես, սիրելի Իրինա, հնարավոր է մարդու անունը ենթադրենք Պողոս է, ես ուղղակի եմ ասում, որոշակի ժամանակ անց նա որոշի իր անունը փոխի, ասենք հասունացման տարիքում համաձայն չի անվան հետ, կոմպլեքսավորվում է, խնդիրներ ունի եւ անունը փոխում է 18 տարեկանից հետո Կիրակոս է դնում, ենթադրենք, ու որևէ բան փոխվի նրա մոտ։ Նման բան հնարավոր է արդյոք։ Այո, փոխվում է, որովհետև փոխվում է էներգիան։ Դաժե կան մարդիկ, որոնք որ օրինակի համար չգիտեն իրանց ծննդյան օրը, օրինակի համար չգիտեն իրենց ծննդյան օրը կամ ինչ-որ բան է գրված паспортում, շատ մարդիկ կան, որոնք որ գյուղերից են, օրինակ մեր մոտ կան Հայաստանում ես ճանաչում եմ մարդ, որը որ չգիտի ինքը երբ է ծնվել։ Այդ դեպքում հաշվի է առնվում այն օրը, որը որ ինքը սաղ կյանք ամբողջ կյանք համարել է իր ծնունդը։ Դուք արդեն այդ թիվը, որ դու հենց ծնված օրվանից այդ օրն ես նշում, քո վրա արդեն ազդեցություն է տալի։ Նույնը անունը, եթե դու փոխեցիր անունդ, օրինակ, ինչ են ասում, որ ամուսնանում ես, ամուսնուդ ազգանունն ես վերցնում, իսկ հետո երբ որ բաժանվում ես, պետք է փոխել ազգանունը քո հին ազգանունի, որպեսզի այդ էներգիան շարունակես քո դրական Ես ուզում եմ նաև մեր հեռուստադիտողին դուք գոնե 3 ընդհանրական հաջողություններին վերաբերող խորհուրդներ տաք, որոնք իրենց ամեն օր կօգնեն, այսինքն երբ լույսը բացվում է, մարդը վեր է կենում, կա օրինակ ինչ-որ գործողություն, որը կարող է անել, չգիտեմ, բացի ժպտալը, բացի լավատեսությունը, կա այլ որևէ ձև, որը կարող է նրան օգնել ավելի հաջողություններով լցվել։ Այլ կերպ ասած, բանաձև ասեք, որևէ բանաձև, թեկուզ թվային տեսքով, որ մարդը կարողանա առավոտը սկսի դրական։ Տեսեք, մի հատ նումերոլոգիչեսկի տեխնիկա կա, որը որ կօգնի բոլորին կօգնի կոնֆլիկտներից խուսափելու։ Այդ բանաձևը կոչվում է 3-2-1։ Օրինակ, եթե դուք ինչ-որ մի հատ կոնֆլիկտային վիճակի մեջ եք եւ մեկի հետ ու հեսա չղանանալու եք, պրպրալու եք, կռվելու եք այդ մարդու հետ, հիշեք 3-ը այդ պահին, որը որ խոսում է անալիզի մասին, այսինքն այդ պահին անալիզ արեք, վերլուծեք, դրեք ձեզ այդ մարդու տեղը, նայեք այս սիտուացիային կողքից, մտածեք թե ինչի է այդ մարդը տենց վարվում։ Երկուսը, որը որ խոսում է նրա մասին, որ հասկացեք, որ ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունները չփչանա, то есть ես հիմա անում եմ ամեն ինչ, որպեսզի հարաբերությունները չփչանա, եւ մեկը նոր ստրատեգիա, նոր պլան մշակել, որպեսզի այդ կոնֆլիկտը չլինի։ Հրաշալի բանաձև եք ասում, ես նաև ուզում եմ անդրադառնանք մի շատ կարևոր օրվան, սովորաբար դեկտեմբեր ամսվա մեջ լինում են օրեր, որ հա արեգակն է խավարում, նոր արեգակ է դուրս գալիս, նոր հարաբերություններ եւ մարդիկ ցանկություններ են գրում, դեռ վաղ անցյալից դա կա, թղթին են գրում, այրում են, մի որոշակի մարդիկ, հա, այս փրփրագնդիկների մեջ են լցնում, խմում են, ցանկությունը կատարվում է։ Այո, մենք մանուկ հասակում այդպես գրում ենք ցանկություն եւ դա լինում էր։ Մենք այդպես ուզում ենք եւ գուցե տիեզերքը լսում էր, գալիս էր։ Նման դեպքեր կան, եթե կան, այս մասով ձեր մեկնաբանությունը։ Եվ հենց այդ հաշվարկի ժամանակ, չէ, ամանորյա երբ պետք է արդեն տարեթիվը փոխվի։ Այո, կա։ Դա ռիտուալ է, հայերեն որ ոնց որ ծես։ Երբ որ դու անպայման թղթի վրա գրում ես այն ինչ որ գալիս է քո մտքին, ինչի թղթի վրա, երբ որ դու վերցնում ես գրիչը,
գրիչը սկսում է գրել քո սաղ մտքերը, ոնց որ դու ոչ մի բան չես անում, ինքը գրում է։ Դա շատ մեծ ինքնաբերաբար գալիս է։ Вообще, այո։ Այսինքն մի բանա դու մտածես, ես ուզում եմ այս, ես չեմ ուզում սա, մի բան է, որ դու վերցնում ես գրիչը, նստում ես, մոմ ես վառում, գրում ես ամեն ինչ, որ ուզում ես բաց թողնես։ Ես ուզում եմ բաց թողնեմ վախերս։ Ես ցանկանում եմ բաց թողնել ինչ որ բացասական հիշողությունները, ինչ որ դու վատ ու լավ մարդ ինձ թվում է չկա կա իրար չհասկանալ։ Ես դից եմ կարծում էլի։ Վատ հարաբերությունները, հա։ Այդ ամեն ինչը գրում ես, այրում ես, այդ թուղթը տեսնում ես ոնց է այրվում, եւ այդ նույն ժամանակ վառում ես մյուս մոմը եւ գրում ես արդեն զուգահեռ եւ արդեն գրում ես քո ցանկությունները, այսինքն, բայց անպայման ներկա ժամանակով։ Հիմա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ մոտ մի հարց է առաջացել, սա քրիստոնեական ավանդույթներին դեմ է թե կողմ։ Դա եկեղեցուն ընդհանրապես ոչ մի խոչընդոտ չի, որտեղ դա это не гадание։ Սա գիտություն է, պարզապես սա գիտություն։ Ու շատ երկրներում արդեն կամած ինքը իրան ընդունում են որպես գիտություն։ Ու ես համոզված եմ, որ այդ օրը գալու է, որ Հայաստանն էլ ընդունելու դա որպես գիտություն։ Երբ դուք դա դեռ Պիֆագորի ժամանակներից եկած գիտություն։ Ոնց կարա թիվը լինի եկեղեցուն կամ ռելիգիային դեմ։ Հասկացա։ Երբ որ դուք ասացիք իրավիճակում 3-2-1-ի ժամանակ դուք ասացիք բանաձևեր, որը մարդու, սովորական մարդը իր մտքում միշտ այդ բանաձևերը գրում է, չէ՞։ Ես հիմա պետք է սա անեմ, ցրեմ կամ եւ այլն, հա։ Ու այս պարագայում արդեն որպես նումերոլոգ դուք դրան տվեցիք թվեր։ Ու երբ որ դրան տվեցիք թվեր, ես հասկանում եմ մի բան, որտեղ կարող է ավելի հաջողություն բերող բանաձև լինել կյանքում, քան ինչպես ասում եք, պարզապես մտքում այդ մասին մտածելը։ Տեսեք, ինչի 3-2-1 ոչ թե 9-8-7, որտեղ 3-ը ինքը իրանով, օրինակ 3-ին ծնված մարդիկ, որոնք որ ծնվել են 3-ին, 12-ին, 21-ին, 30-ին, իրանք շատ լավ անալիզ են անում։ Անալիզ ոնց է։ Վերլուծություն։ 2-ին ծնված մարդիկ 2, 11, 20, 29, իրանք շատ հասկացող են։ Իրանք փորձում են անում, իրանք դիպլոմատ են, իրանք փորձում են հասկանալ, իրանք սիրում են երբ որ իրանց են հասկանում։ Եւ մեկից 1, 10, 19, 20 իրանք այն մարդիկ են, որոնք որ շատ լավ ստրատեգիչսկի են։ Իրանք եթե ինչ-որ մի հատ բան ունեն լուծելու, իրանց մոտ պլանը, հա, իրանց մոտ արդեն իրանց մեջ կա։ Թե ոնց պետք է անի։ Դրա այդտեղից է գալիս։ Մենք խոսենք շատ լավ, որ ես մի հարց էլ ուզում եմ ուղղել եւ արդեն շնորհավոր ենք։ Թվերը շահույթի եւ կարիերայի հետ որևէ կապ ունեն։ Ну, естественно, ունեն ինչքան շատ փող, այդքան շատ թիվ։ Թվերը կապ ունի մարդու կարիերայի եւ շահույթի հետ։ Այո։ Կան թվեր, օրինակ, եթե ձեր ծննդյան թվի մեջ կա 8, դա նշանակում է, որ դուք ունեք շատ մեծ հնարավորություն հարուստ դառնալու, այսինքն հաջողակ լինելու ձեր բիզնեսում։ Դա կարող լինի օրինակ 9, 18 եւ 27, հա, որ մարդիկ ծնվել են 9, 18 եւ 27։ 18-ը ամենաեն թիվն է, որը որ այդ 3-ից կարող լինի ամենահաջողակը։ Կամ ամսի 8-ին ծնվածը դե պարզ է, հա։ Ամսի 8-ին ծնվածը կամ 28-ին ծնվածը, որտեղ որ կա 8։ Հասկացա։ Շատ լավ, Ինա, բավականին հետաքրքիր թեմա է ու նոր թեմա է, գիտության հետ կապված, որ կարող ենք բազմաթիվ օրինակներով խոսել, բայց մեր եթերային ժամանակը շատ կարճ է, ես կցանկանայի պարզապես նշեիք ամենակարևոր էլեմենտները նոր տարուն, ինչպես դիմավորել, որպեսզի 26-ը լինի հաջողակ, դա կլինի սպասք, դա կլինի ուտես, դա կլինի գույն, դա կլինի ինչ-որ արարողություն եւ նաեւ ձեր մաղթանքը։ Ես կմաղթեմ ու շատ խորհուրդ կտամ, որ բոլորի մեջ մտնի մի հատ շատ կարևոր ավանդույթ, սովորույթ, որը որ փոխում է մարդու կյանքը լիովին։ Սովորույթը շատ հասարակ է, շատ հասարակ։ Դա պարզապես որտեղ որ կարող եք գնալ ոտքով, գնացեք ոտքով։ Ինչի է դա կարևոր, որովհետև երբ որ մարդ քայլում է, վատ հին մտքերը գնում են եւ գալիս են պարզ նոր մտքեր։ Եվ ձեր մաղթանքը մեր հեռուստադիտողին եւ մեր ազգին։ Մաղթում եմ, որ 2026 թվականին բոլոր հնարավորությունները, որը որ ձեզ ուղարկում է Աստված եւ դիեզերքը, ասեք այո։ Շնորհակալ ենք շատ, մենք նույնպես ամբողջ աշխատակազմով շնորհավորում ենք ձեզ, ձեր ընտանիքին մաղթելով միմյան լավագույնը։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Մերսի շատ։ Դեն սիրելի հեռուստադիտողներ, եւս մի քանի ժամ ու եւս 1 տարի կդառնա անցյալ, եւս մի քանի ժամ եւ կասենք
Բարով ես գալիս 2026 թվական։ Միասին աշխատեցինք, արարեցինք, ուրախացանք ու տխրեցինք, հիշեցինք ու ամփոփեցինք, վերապրեցինք ու երազեցինք։ Թող 2026 թվականը լինի կիսատն ավարտելու, չասվածն ասելու, վախերը հաղթահարելու, գեղեցիկը գնահատելու, հայրենիքը անչափ սիրելու ու փայփայելու, հային ոտքի կանգնեցնելու տարի։ Թող մեր երկիրն ու մեր փառապանծ ազգը արժանապատիվ հաղթանակներ կերտի ու հասնի իր երազած երկիրնայիրին։ Իսկ մենք սիրով կշարունակենք աշխատել ու մեր դրական լույսը սփռել։ Կշարունակենք ներկայացնել աշխարհում ու մեր երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին։ Կշարունակենք աշխատել հենց ձեզ համար, մեր շատ սիրելի հեռուստադիտող, որպեսզի դուք լինեք իրազեկ, հետևաբար նաև պաշտպանված։ Նաև շնորհակալություն ենք ուզում ասել ձեզ, որ մեզ հետ եք, որ կաք։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։